լավագույն եւ հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, վանացանի եթերով եւ դիմադեդրի էջով ցեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հողիտա Լիբանանի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունը գլխավորությամբ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյանի եւ ընկերակցությամբ Կենտրոնական կոմիտեի անդամներ նախկին նախարար Ավետիս Կիդանյանի եւ Արզիվ Դեր Խաշադուրյանի երեք այցելեց Մխիթարյան հայրերու Ռաուդայի վարժարան, ուր հանդիպում ունեցավ դնորեն հայր Գորյուն Նարեկ Ջնանյանի հետ։ Բալաբանյան հայտնեց, որ այցելության նպատակն է ծանոթացումի եւ քննարկումի արիթ ստեղծել։ Այս կայլով կարելի կդառնա մոդեն ծանոթանալ վարժարանի կորձունեության եւ թիմակրավված մարդահրավերներուն, ինչպես նաեւ այս նախաձեռնությունը ջամփա կհարտե հետագա կորձակցության համար։ Անհաստատեց, որ Լիբանանի սահմաններում մեջ պետք է կոյանա համահայկական հավաքական աշխատանքի դրսևորում, որբեսի կարողանանք բահաբանել հայկական թիմակիցը։ Դնորեն հայր Գորյուն իր գարքին կարևոր եւ օգտաչափ նկատեց նախաձեռնությունը։ Ան ներկայացուց վարժարանի պատմական ընթացքը, ինչպես նաև անդրադարձավ անոր ներկա գործունեության եւ թիմակրաված դժվարություններուն։ Ապա պատվիրակությունը շրջեցավ դպրոցը եւ զրույցներ ունեցավ ուսուցիչներու հետ, ավելի մոդեն ծանոթանալով անոր գործունեության։ Գազագերբությամբ Հողիտա Լիբանանի Նիկոլ Թուման կոմիտեին ուրբաթ 31 հոկտեմբերի երեկոյան Թրադի Նիկոլ Թուման ակումբի մեջ դեղի ունեցավ Քրիստապոր Արտին ժողովասրահի բացման հանդիսությունը։ Լիբանանի, Հայաստանի եւ Արցախի եւ Հողիտայի քալեներու ունգությունն յետք բարի քալուստի խոսքը արտասանեց եւ հայտակիր ներկայացուց Մեղրի Սալբաշյան։ Հողիտա Նիկոլ Թուման կոմիտեին խոսքը արտասանեց Մարալ Մխսյան։ Անհայտնեց, որ երբ կոմիտեն որոշեց Քրիստապոր Արտին ժողովասրահին բացումը կատարել, ունեցավ երկու նպատակ։ Նախ անտարան բահել նահատակ ընկերոջի շտակը, իսկ երկրորդ արժևորել Նիկոլ Թուման կոմիտեության ավելի քան 70 տարվան գործունեությունն ու զոհողությունը միշտ բարձր բահելու մեր ժողովրդին գամքն ու բադիվը, ինչպես նաև արժևորել հայտադին ու ազատագրական պայքարի ընթացքին զոհված մեր հերոսները։ Մխսյան իր խոսքի մեջ ասավ. Լիբանանեն Կանադա խախտած Քրիստապոր Արտինի համար Կանադան չէր գրնար հայրենիք կոչվել, որովհետև իր սրդի մեջ լագավին գաբրեր Հայաստանը եւ ան արիթ ունեցավ կորձնականի վերածել իր սրդին խոսող նշանախոսքը միայն զենքով գա հայոց փրկությունը։ Տաշնակցական դասլիարակություն ստացած հարյուրավոր ընկերներու շարքին ինքնալ գնաց Արցախ եւ իր սրդի մեջ ապրած Հայաստանը առաջին անգամ լալով զինք կրգեց, իսկ ինք դվավ անոր այն, ինչ որ գիտեր հայրենասիրության մասին եւ ինչ որ պետք էր անդրդունչ եւ անսագարկ։ Առաջին պատերազմը վերջացավ եւ Քրիստապոր Արտին վերադարձավ օդարները կազմված երկիրը Կանադա, բայց Հայաստանը դակավին իր մեջ կաբրեր։ Որոշեց վերադառնալ հայրենիք, ազատ եւ անկախ հայրենիք, հաղթած եւ հբարտ հայրենիք։ Չէ որ ինքնալ իր բաժինը բերածեր այդ հաղթնագին գերդման հբարտ եւ աղտական զգաց։ Իր կյանքը շարունակեց հոն, ուր միշտ գժախրեին իր սիրտն ու հոգին։ Հիմնեց գործ, գազմեց ընտանիք, գարչեցավ հողին եւ նախընտրեց ապրիլ սունիկ քաչերու օրանը։ Ազատության դարիները վայելեց շարունակելով ազգային բարդականություններ կատարել իր սիրած կուսակցության գարույցի մեջ աշխուժ ու կորձունյա։ Եկավ 2020-ի աշունը։ Սևամբեր գուտակած էին Արցախի երկինքին վրա։ Արյունարփու գազանը անգամ եւս հայտնված էր ադելությամբ լեցուն։ Մահգամ ազատությունը ու սչալգած Քրիստապոր Արտին անցավ ճակատ անգամ եւս պաշտպանելու հայրենիքը ըսա Մխսյան ավեցնելով
որ այս անգամ սակայն Քրիստապոր Արտինի օքին չվերադարձավ Արցախեն։ Մնաց հոն, ինչպես հազարավոր նահատակներու օքիները, որոնք կսավառնին Արցախի երկինքի մեջ, հսկելով անոր լեռներն ու ծորերը։ Այս արիթով սրդի խոսք արտասանեց Հոյիթա Զավարյան բադանեգան միության մեջ Քրիստապոր Արտինի հետ միասին անգամ եղած Լուսին Աֆարյան։ Անսավ, որ Քրիստապորը հերոսազին էր, հերոս ծնավ եւ իբրև հերոսալ ինգավ գրվի թաշտին վրա, բայց հայրենիքի զինվորին եւս առավել նահատակին համար մահ չկա։ Լուսիկ Աֆարյան հաստատեց, որ Քրիստապոր իր հայեցի գրթությամբ քրիստոնեական եւ հեղափոխական դաստիարակությամբ հասակնեց, եղավ աշակերտ, սկաուտ, բադանի եւ բոլորին բարեկամ, իսկ արտադրոցական ժամերուն Նիգոլ Թուման ակումբի մեջ եղավ բոլորին հասնող, ժպդուն, ուրախ եւ քաչ նկարակիրով սիրված բադանի։ Անոր նկարակիրի մեջ շեշտված էին քաչությունը, չերմ ընկերականությունը, անձնվիրությունը եւ համեստությունը։ Քրիստապոր սիրահար էր մներ մեր հեղափոխական պատմության եւ քրագանության։ Զինքմեզապես խանդավառած էր Արցախյան շարժումը, միշտ կխոսեր Արցախ երթալու եւ հայոց նորակույն պատմության ազատագրական պայքարին մասնակից լալու մասին։ 44 օրյա պատերազմի առաջին օրեն դաշնակցական գումարտակի գանչին ընտարաչելով զենքը ցերքին անշտաբեց առաջնակից։ Մենք հբարդ ենք քեզմով Քրիստ, որ անցնող դարներուն միշտ մնացիր հավատարիմ քու սկզբունքներուդ։ Վստահ ենք, որ քու նվիրապերումդ դաստիարակիչ եւ վարագիչ կլա բոլորիս համար։ Հայրենիքի ազատության համար նահատակվելը անմահություն է, եւ այդ անմահության պատկամը մեր մեջ զորացուցիր ու ամրապնդեցիր։ Եզրափակեց Լուսիկ Աֆարյան, այնուհետև դերի ունեցավ ժողովասրահի բացումը։ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան 3 ազգային ժողովի մեջ հայտարարություններու ընթացքին հայտնեց, թե Հայաստանի իշխանությունները չեն ուզեր խոսիլ ցեղային զդումի, այսինքն ցեղասպանության ենթարկված Արցախի հայության իրենց բնորան վերադառնալու իրավունքի մասին։ Խաչատրյանը ասավ, որ իշխանությունները հարցը կնկատեն փակված եւ Եվրոասիա խորհրդարանական վեհաժողովին քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներուն քվեարկության օրինակը վկայակոչելով ասավ, որ անոնք իրենց կեցվածքը գարտարացնեն անով, որ եթե մենք պահանջենք արցախցիներու վերադարձը, Ադրբեջան իր ղարքին պիտի պահանջի արևմտյան ադրբեջանցիներու վերադարձը։ Հայաստան չի պահանջեր արցախցիներու վերադարձը, իսկ Ադրբեջան գշարունակե պահանջել եւ նույնիսկ խորհուրդ կուտա Հայաստանի իշխանություններուն խոսիլ այսպես կոչված այդ համայնքի ներկայացուցիչներուն հետ։ Ակնհայտ է, որ Հայաստան չի խոսիր, որովհետև գրնա իրավիճակը ավելի լարվել, ինչպես կսպառնա Ադրբեջան, ըստ պատգամավոր Խաչատրյան։ Ընտիմատիր պատգամավորին համաձայն Նիկոլ Փաշինյան եւ անոր աջակից քաղաքական մեծամասնությունը կհայտարարեն, որ արցախցիները պետք է դեղավորվին Հայաստանի մեջ։ Պատգամավորը հարցուց, թե ինչ կնեն Հայաստանի իշխանությունները ապահովելու համար արցախցիներու արժանապատիվ կյանքը Հայաստանի մեջ։ Վերջերս խնդրանք ստացած եմ վարելանյութի զանոթ բայթումեն վնասված ընտանիքներեն 100 ստորագրություն։ 200-ը ավելի զոհ արձանագրված է, գա վերակննիչ տնտարանի որոշում, որ այդ զոհերը պատերազմական գործողություններու հետևանք են, անոնք դժբախտ պատահարով չեն զոհված, հայտնեց Խաչատրյան, պաստելով, որ այդ մարդիկ որևէ կարգավիճակ չունին, որևէ աջակցություն չեն ստացած Հայաստանի պետության բյուջեեն եւ հարցուց, թե արդյոք այդ մարդիկ ինչպես պետք է ապրին։ Պատգամավորը նշեց, որ ամեն բան կհասկանանք, այն որ բնակարաններու ապահովման եւ աշխատանքի ապահովման ծրագիրները ցախողած են, անոնց վկան է միջինեն շատ ավելի բարձր գործազրկությունը։ Հայաստանի ազգային ժողովի բադիվ ունեմ խմբակցության քարտուղար Դիքրան Աբրահամյան թիմադեդյան կրարումով նշեց հետևյալը. Երևան գետրոն քրեա գդարողական հիմնարկի մեջ դեսակցեցանք Միքայել եւ Պակրատ սրբազաններու հետ։ Դիշտ է շատ անբնական եւ անսովոր է բանդի խոցի մեջ դեսակցիլ մարդոց հետ, որոնց էլի պրև կանոն հանդիպած է բادرակներուն
եկեղեցական զանազան սերնակներու, սակայն մեր երկրին մեջ շատոնց իրավիճակը այդպես է։ Իշխանությունը որևէ բանի արչև գանք չառներ։ Կա հստակ հասարակություն եւ իրավիճակի համաձայն մարդոց հանդեպ հետաբնություններ կկատարվին։ Այս իրավիճակի մեջ սրբազաններու զորավոր գամք եւ հաստատակամությունը վարագիչ լավադեսություն ներշնչեն, հայտնեց Դիքրան Աբրահամյան։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ Արդակ Զաքարյան կատարեց հետևյալ քրարումը։ Թուրք լրագրողը Իլուր Աշխարհի Արարատ Միրզոյանի միտքերը նույնացած է Թուրքիո արտաքին գործ նախարարի միտքերուն հետ։ Նիկոլ Փաշինյան ի պատասխան կմեղմացնի այնուհետև գնահատանքի խոսքեր կհղե Սևանա լիճը Քյոյչա անվանած, ինչպես նաև Հայաստանի մեջ ազերբայջանական զաքում ունեցող բնակավայրերու մասին ակնարկած Ալիևին։ Իրենց տավաթիր գործողությունները եւ բազմաթիվ դրգահաջող հայտարարությունները մորցած քաղաքացիական մայմնակիր խմբակցության անդամներեն մեկը փորձած է համադրել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի եւ ազերբայջանական դեսագետները։ Երիտասարդ տարիքին հայրենի կանցնած պատգամավորին գարժե հիշեցնել փետրվար 2020-ին իր վարպետին գոմե հորինված Մյունիխյան սկզբունքներու մասին։ Արդյոք այդ եւ նմանատիպ անհամապատասխան հայտնի եւ անհայտ քայլերով չէր, որ Նիկոլ Փաշինյան նպաստեց բանակցային գործընթացին սախողության։ Իսկ հավանաբար անթիդմամբ կկատարի այդ բոլորը։ Կամ եթե բանակցային գործընթացի սախողության գործի մեջ Փաշինյան չունի մեղքի իր բաժինը, պատգամավորը կրնա փաստադրել, որ որոնք էին 44 օրյա պատերազմի սանսազերծումին պատճառները, շարունակեց Զաքարյան։ Դակավին բազմաթիվ ծանր, ծավցնող եւ անմապատասխան հարցումներ կան։ Հանձնված Արցախ, հայրենազրկված բնավեր ժողովուրդ, բռնակրավյալ տարածքներ, ճլատված բանակ, վտանգված ինքնիշխանություն, հարվածի տակ ինգած սունիկ, չհիմնավորված զոհեր, բարակտված հասարակություն, հակաեկեղեցական արշավ, դարապնույթ ապօրինություններ, բյուջեի չարդարացված ծախսեր, բանդարգություններ, զերբարդություններ եւ այլն։ Այս նյութերու մասին գարժե մտածել։ Այս հարցերուն պատասխանները օթեն գախված են, գրեց Արդակ Զաքարյան։ Ապրելու երկիր գուսակցության նախագահ Մանեթ Անտիլյան 3 թիմադրյան քրարումով նշեց. Այսօր գլրանա 5 տարին Վիկեն Օլջեքչյանի Ադրբեջանի մեջ անարդարացի գերբով գալանավորման եւ դատապարտման։ Դարաբանքի դիմադրողականության եւ անսասան հույսի 5 տարի։ Այս տարիներուն բանդարգության մեջ գտնված Վիկեն անհավանական դժվարություններ գրած է։ Ան 3 անգամ հացատուլ հայտարարած է, վտանգելով իր առողջությունը եւ կյանքը արդարության եւ արժանապատվության հուսահատ պահանջով։ Զայն զրկած են նույնիսկ ամենեն փոքր հարմարություններեն, նույնիսկ զխախոդի բարձ տուփեն, որովհետեւ զայն գարանավորողները կոդրած են անոր ոգին, տաժանության եւ զրկանքներու միջոցով հայտնի Սանտիլյան։ Այնուամենայնիվ, ամեն օր Վիկեն գտիմանա։ Ամեն օր անհույս ունի, որ օրը դարձյալ կդեսնե իր սիրելիները, ազատ կշնչե եւ գաբրի այն կյանքը, որ կողծված է իր մե։ Վիկենին դարաբանքը վառ երբով կհիշեցնե այն խոր անարդարությունը, որուն գենթարգվին Ադրբեջանի մեջ աբորինի երբով վահվող բոլոր հայ բանդարգյալները, անմեղ մարդիկ, որոնք կբաժվին բարձրապես հայ ըլլալու համար։ Սակայն անոր ուժը կբացուցե, որ նույնիսկ ամենե մութ վայրի մեջ մարդկային հոգին չի գտնար լրության մատնվել։ 5 տարին շատ երկար են, ժամանակն է, որ Վիկեն դուն վերաթարնա։ Մենք չենք ապրիր, չենք դատիր, անոր անունը հնչեցնել է, անոր պատմությունը բաժնեկցել է եւ անոր ազատությունը բանջել է, մինչեւ այն օրը, երբ ան ազատ կարձակվի, գրեց Մանեթ Անտիլյան։ Միասնության թվեր քաղաքական շարժումի հիմնադիր Արման Թաթոյան գրե. Հայերը միշտ կարողացած են գոյատևել հոն, ուր ուրիշներ ապավինած են ուժին։ Մենք արևդուր կատարած ենք կայսրություններու հետ, ստեղծած ենք տրամադուներ եւ ընկերություններ օդար մայրաքաղաքներու մեջ, ուսանած եւ դասավանդած ենք աշխարհի լավագույն համալսարաններու մեջ,
բայց միշտ մտածենք մեր դամ մասին, նույնիսկ եթե չենք կարողացած վերադառնալ, միշտ օգնազենք մայր հայրենիքին։ Մեր ձնային էությունն է ոչ թե խնդրել կամ բաշխունություն աղերսել, այլ սեփական կարողություններով լուծումներ գտնել, շարունակեց Թաթոյան։ Այսօր մեր խնդիրը պետք է լա ոչ թե կոյադևելը, այլ զարգանալը։ Չլալ ովևէ մեկուն արփանյակը։ Գախյալ չլալ մեկ շուգա է, անվտանգության մեկ աղբյուր է, ինչպես տարիներ շարունակ եղած ենք։ Համագործակցել բոլորին հետ, գախյալ չլալ ովևէ մեկեն։ Սորվիլ լավակույններեն, գառուցել մեր ինքնությունը։ Այս է միակ իրադեսական ռազմավարությունը մեր ազգային շահերու եւ մեր դարաշրջանի գայունության համար, ընդգծեց Արման Թաթոյան։ Հարկելի ունգընտիրներ, վանացանի եթերով եւ թիմադեդի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Սերզի հետեին ցանի աղորդավար Նատալին եւ Գրիգորը։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։